Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ի մտեսակապի միջոցով զրուցելու է միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Թումասյան, երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը Նևսկու անվան շքանշանով է պարգևատրել հայ-առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ arczepiskopos Եզրասին։ Ձեր դիտարկումները սրա շուրջ հաշվի առնելով այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում եկեղեցու շուրջ եւ նաեւ դուք բազմիցս հայտնել եք տեսակետ, որ եկեղեցին օրինակ ունի Ռուսաստանի Դաշնության աջակցությունը։ Գիտեք, հաշվի առնելով, որ պարոն վարչապետը Նիկոլ Փաշինյանը բացահայտ խոսել է Եզրաս Ներսիսյանի մասին եւ իր գործունեության, ապա կարծում եմ, որ իր գործընկերոջ կողմից, Ռուսաստանի ղեկավարի կողմից այսպիսի քայլը հակասում է հայ-ռուսական հարաբերությունների էությանը, որովհետեւ սա կարելի ասել եւ կարա ընկալվի նաեւ ինչպես քայլ ընդդեմ Հայաստանի ղեկավարի այդ դիրքորոշման, իսկ Ռուսաստանին մենք պետք է հիշեցնենք, որ հայ առաքելական եկեղեցու հետ կապված հարցերը դա մեր ներքին հարցերն են, հայկական եկեղեցին հայ ազգի կառույցն է եւ չի կարող որևէ ուրիշ պետության, այդ թվում Ռուսաստանի կամ որևէ ուրիշ պետության ազդեցության ներքո գտնվել։ Ուստի իհարկե սա չի բերելու իմ պատկերացումով հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդեցությանը, որովհետեւ մենք մեր օրակարգից չենք շեղվելու, իսկ մեր օրակարգը մեր եկեղեցին ազատագրելն է Ներսիսյանների ընտանիքի եւ իրանց մաֆիոզա կլանական համակարգի, գիտեք, բազում իր գյուղի ներկայացուցիչներին էլ նաև ներգրավ է բացի իր հարազատ ընտանիքից, ուրեմն, որի մի մասը արդեն ձերբակալված է կոնկրետ քրեական գործերով եւ ես չեմ նշի այդ մանրամասները քննչական կոմիտեն եւ դատարանը իհարկե որոշումներ կկայացնի, բայց առհասարակ հայ ազգը պինդ դիրքորոշված է, որ ազատագրելու է եկեղեցին եւ պարոն վարչապետի առաքելությունը, առաջնորդությունը այս գործում շատ բարձր է գնահատվում, դրա վառ օրինակը այն է, ինչ Հովանավանքում արդեն 2 կիրակի է նկատի ունեմ, պատարակ է տեղի է ունենում, ամենաբազմամարդ վայրն է դարել եւ Կտրիչ Ներսյանը կարծում եմ շատ լավ հիմա հասկանում է, որ այս ուղղությամբ քայլեր անելը շարունակել այդ ուղղությամբ այդ շքանշանների տրամաբանության մեջ գործելը առհասարակ նշանակում է, որ հայ ազգից իրանք հեռանում են, իսկ առանց հայ ազգի աջակցության կաթողիկոս կամ եկեղեցու առաջնորդներ ուղղակի չեն կարող երկար ժամկետով լինել, ուստի կարծում եմ, որ շատ կարճաժամկետ կլինի իրանց այդտեղ գտնվելը։ Դուք նշեցիք, որ սա չի նպաստի հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը, պրոռուսական ընդդիմությունը օրինակ շատ ոգևորված է այս շքանշանով, նշում են, որ սա անթակույց աջակցություն է նաև Մայրաթորին, եկեղեցուն, հենց Կտրիչ Ներսիսյանին, իր ազգականներին։ Դուք որևէ ազդակ սրանով տեսնում եք, որ իսկապես Ռուսաստանը հետաքրքրված է նրանով, որ Կտրիչ Ներսիսյանը մնա եւ գուցե եւ Մայրաթորը օգտագործվի որպես գործոն առաջիկա ընտրությունների ժամանակ։ Այս օրակարգը վաղուց կար, որ Մայրաթորը պետք է Կտրիչ Ներսիսյանը եւ իր փոքրիկ խմբակը օգտագործեր որպես գործոն, այսպես կոչված ընդդիմության իսկ իրականում 5-րդ շարասյունի եւ օտար պետության գործակալների հետ միասին պետք է փորձեին այդ ամեն ինչով վերադարձնել Հայաստանում օտարի իշխանությունը եւ չեղարկեին ինքնիշխան Հայաստանը, ինչը մեծ պետական եւ ազգային դավաճանություն է իրականում։ Միևնույն ժամանակ շատ հստակ պետք է ընդգծել, որ համոզված եմ սա Ռուսաստանում այն նախքան հին համակարգի մոտեցումներն է, որը նախքին համակարգը դեռ շարունակում է ակտիվորեն գործել, որի վառ ներկայացուցիչն է պարոն Լավրովը, որը հայտարարեց վերջի ժամանակահատվածում, որ թույլ չեն տալու այս գործընթացները նկատի ունենալով նոր լոգիստիկ կապերի բացումը Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Կենտրոնական Ասիայից ձևաչափով եւ ես համոզված եմ, որ իրենց դիրքորոշումն է հենց այդ փոքրիկ խմբակի նաև Ռուսաստանում հիմա մենք տեսանք քննադատություններ Լավրովի ուղղությամբ ԶԼՄ-ներում խոսակցություն է գնում, որ լուրջ այնտեղ տարաձայնություններ կան մոտեցումների հետ կապված։ Կարծում եմ, որ այդ մի մասը Ռուսաստանի
ուղղության, որի հայտնի ներկայացուցիչներ են Մարգարիտա Սիմոնյանը, Սոլովյովը եւ այլն, Բագդասարովը, նկատի ունեմ կիսահայկական տրամաբանություն ունեցող մարդիկ, Արա Աբրամյանը, Սամվել Կարապետյանը եւ այլն, այդ մարդիկ փորձում են հիմա նաեւ ներքաշել Ռուսաստանին, ներքին դաշտ եւ ցույց տալ, որ իբրև Ռուսաստանը իրանց կողքն է կանգնած, բայց ես կարծում եմ սա լուրջ իրականում վնաս է հասցնում Ռուսաստանին եւ կան մարդիկ Ռուսաստանում սա սկսում են ընկալել, որովհետեւ երբ Ռուսաստանը խաղադրույթ է անում հայ ազգի դեմ գործող, պառակտող, այդպիսի ուժերի վրա, ուրեմն, ինչպիսի Կտրիչ Ներսիսյանն է, ինչպիսի այդ մաֆիոզա-կլանական գողային պետության քանդող համակարգը, որը նախկինում գոյություն եղել, ապա դա միայն եւ միայն արժեզրկում է հայ-ռուսական հարաբերությունները, միայն եւ միայն խնդիրներ է ստեղծում հայ ժողովրդի աչքերի մեջ, իսկ մենք Ռուսաստանին բացայտ պետք է ասենք, առանց հայ ժողովրդի աջակցությանը հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող կայուն զարգանալ, որովհետև հարաբերությունում երկկողմանի գործընթաց պետք է լինի։ Երբ մարդիկ գալիս են եւ շքանշաններով, Նիժնի Տապրից որևէ մեկը գալիս է կամ ուրիշ տեղերից եւ այստեղ Հայաստանում պատկերացնում է, որ իր օրակարգն է սեփական դրսևորելու, այն էլ ցույց է տալի, որ դա իբրև Ռուսաստանի աջակցությունով է, ապա դա վատ է, ուրեմն վատ արձագանք է ունենալու հայկական հանրությունում։ Ուստի կարծում եմ, որ ժողովուրդը դրան պատշաճ գնահատական կտա, իսկ իշխանությունները հաշվի առնելով, որ արտացոլում են ժողովրդի կամքը, հենց այդ տրամաբանությամբ շարժվեն, որովհետև մենք չենք կարող թույլ տալ, եւ դա ասում ենք ոչ միայն Ռուսաստանին, տեսեք, բոլորին, Հայաստանում էմիսարների իշխանություն մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ մեկին որևէ տեղից ուղարկեն Հայաստան, որ ինքը կատարի օտարի պատվերները։ Հայաստանը ինքնիշխան պետություն է, հայ ժողովուրդն է ընտրում իր իշխանությունը եւ ընտրությունների միջոցով, բայց որևէ մեկը նաեւ իրավունք չպետք է ունենա միջամտի այդ ընտրություններում։ Իսկ մեր եկեղեցին օգտագործելը դա կարմիր գիծ է, որովհետեւ հայ ազգը չի գալի ուրիշների եկեղեցիները չի փորձում օգտագործել այդ ազգերի դեմ։ Ինչու եք դուք գալի մեր եկեղեցին մեր դեմ օգտագործում։ Ձեր աչքում մենք փոքր ենք թվում, տարածքով է գնահատությունը։ Եթե գնահատում ենք պատմությունով, ապա հայ ազգը այդքան հին պատմություն ունի, որ շատերից շատ ավելի մեծ է։ Ուստի եւ մեր եկեղեցին նաեւ, ուստի մեր եկեղեցին մենք ազատագրելու ենք եւ սա մեր ներքին գործն է, կխնդրենք բոլորին, որ չմիջամտեն մեր ներքին գործերի մեջ։ Իսկ Ռուսաստանը ձեր կարծիքով ինչ որ ազդակներ հողում է սրանով, որ օրինակ ինքը դեմ է, որ այս իշխանությունը հաջորդ ընտրություններում եւս շարունակի պաշտոնավարել ու ինչ որ մարդիկ է գտնում, նույն Սամվել Կարապետյանի մասին դուք խոսեցիք, բայց իրենց ցանկը պարբերաբար թարմանում է եւ օրինակ Մայրաթորով էլ փորձեն ինչ որ գործողությունների դիմել։ Այո, իհարկե Ռուսաստանում հաստատ կան ուժեր, որոնք պատկերացնում են, որ Հայաստանը պետք է վերադառնա Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տրամաբանության ներքո, երբ արդեն Հայաստանում իրանք ուզում են հակամարտությունը վերսկսել Ադրբեջանի հետ, եւ ինչ որ առումով սա Ադրբեջանի նաեւ ձեռնտու կարա լինի, նույն այս վերջի հայտարարությունները, որ ընկալենք Ադրբեջանի նախագահի, որը մասամբ իհարկե նաև աջակցություն հայտնվեց այդ գործակալների համար, ուրեմն թիրախավորելու խաղաղության օրակարգը, որովհետև այո, պետք է ուղիղ ասել, Ադրբեջանին կարա ձեռ տալ, որ Հայաստան վերադառնան այսպիսի ռուսական գործակալները, որոնք Ռուսաստանի սցենարով այստեղ կվերսկսեն պատերազմական գործողությունները եւ արդեն Սյունիքում կտան հնարավորություն, որ Ռուսաստանը խաղաղապահ խումբ ձևավորի եւ դրա շնորհիվ Ռուսաստանը վերահսկի այստեղ լոգիստիկ կապերը, իսկ այսօր Բաքվում եւ Անկարայում մի կողմից հասկանում են, որ Երևանի հետ եւ Երևանի դաշնակից Վաշինգտոնի, Բրյուսելի հետ համագործակցելը հետաքրքիր է, բայց կան ուժեր նաեւ նույն Ադրբեջանում, որոնք ցանկանում են միայն Մոսկվայի եւ Անկարայի տրամաբանությունում մնալ։ Ուստի այստեղ մենք առաջարկում ենք Ռուսաստանին իմ պատկերացումով, որ այս լոգիստիկ կապերում եւ պարոն վարչապետը դրա մասին բազում անգամ խոսել է, այս լոգիստիկ կապերում ինքն էլ ներգրաված լինի, Ռուսաստանն էլ, Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի ձևաչափով, Պեկինի ձևաչափով Հայաստանը բաց է, բայց Հայաստանի համար կարմիր գիծ է բոլորի հետ իր ինքնիշխանությունը, որովհետեւ մենք պահելու ենք հենց դա եւ եթե որևէ մեկը մճամտի այս գալիք շատ կարեւոր ինքնիշխանության համար եւ խաղաղության համար շատ կարեւոր մեր համար ընտրություններում, ապա ես կարծում եմ, որ հայկական ինքնիշխան պետությունը շատ խիստ ձևերով սահմանափակելու է դրսից ազդեցությունը մեր ընտրությունների վրա։ Այո, եկեղեցուն այսպիսի շքանշաններ օտար պետությունից տալը, օտար կառույցներին տարբեր մեր ձևով եւ ուրեմն այդ կարելի ասել, գործակալական այդ ուղերձը։ Ես տեսա իրանց նաեւ տեսահոլովակը երեք իրանք պատրաստել են
այո, չեմ կարող չարձագանքեմ, այդտեղ իրենք արդեն կարմիր գծեր են հատում եւ ուրեմն այնպիսի բառապաշար են օգտագործում, որը իմ կարծիքով ներքաղաքական դաշտում առհասարակ անընդունելի է, բայց եթե այդ մարդիկ եւ այդ ուժերը Նիժնի Տապրից եկած, գուբերնիայից եկած պատկերացնում են, որ Հայաստանը իրենց հիմա գուբերնիա, մենք պետք է իրանց լեզվով իրանց խոսել, ուրեմն իրանք ասում են այնտեղ խմբակը լարելու ենք, դե մենք պետք է պատասխանենք դրա, որ այո, որ խմբակը լարելու ենք եւ փոքրիկ խմբակը դուք եք մաֆիոզա-կլանական ուրեմն խմբակ, որը բիզնեսմենների եկել է այստեղ եւ կտրիչի մաֆիոզա-կլանական համակարգի հետ միասին ուզում է Հայաստանը գուբերնիա նորից դարձնել, հետո այնտեղ ասում են, որ ճամփելու են Իջևանի իբրև Մենք էլ իրաց ասենք Նիժնի Տապր ենք ձեզ ճամփելու հայկական ձևով, որովհետև դուք եկել եք ստեղ, առհասարակ Հայաստանի հետ որևէ կապ չունեք, ձեզ Հայաստանը առհասարակ չի հետաքրքրել, եկել եք հիմա այստեղ ու հիմա փորձում եք Հայաստանի այսպիսի բարդ իրավիճակում գտնվող քաղաքացիներին սովորացնել, որ իբրեք դուք եք այստեղ մտահոգված Հայաստանի համար, բոլորը հայ ազգը շատ փոքր է։ Մենք բոլորը շատ լավ գիտենք, որ նույնիսկ Սամվել Կարապետյանը չէր ուզում քաղաքականություն մտնել։ Ձեզ ուղարկել են, որովհետև ձեզ միլիարդներին սպառնել են, որ կխլեն ձեր միլիարդները, եւ խլող կա, որովհետև ձեր միլիարդները Հայաստանում չեն, ձեր միլիարդները Ռուսաստանում են, եւ խլող ունի այդ միլիարդները։ Դուք եկել եք այստեղ, որ Իվանիշվիլի 2 ծրագրով վերադարձնեք ձեր իշխանությունը, հա, այստեղ ռուսական տարբերություն չկա, ես տեսնում եմ այսօր դաշնակցությունը աջակցում են այդ իրանց ձևով շատ։ Այդ ո՞նց է ստացվում, որ միասին եք բոլորդ։ Առանձին էիք դաշնակցությունը, ձեր ձևով Արման Թաթոյանը, Էդմոն Մարուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, բոլորդ առանձին եք, հիմա միանգամից պարզվել է միասին եք բոլորդ։ Շատ հետաքրքիր է այդ կտրիչ Ներսիսյանին մոռացանք, հա, շատ հետաքրքիր է, որ բոլորդ միասին եք, ուրեմն փոքրիկ խմբակին, այո, ճամփելու ենք, ուրեմն իրանց հայրենիքներ, որովհետև իրանց հայրենիքը կոնկրետ իրանց ձևովի դեպքում հաստատ Հայաստանը չէ։ Ճամփելու ենք այնտեղ եւ լարելու ենք, եթե դուք այդ բառապաշարով եք օգտագործում, լեգիտիմ իշխանությունների դեմ լարելու բառ եք օգտագործում, այո, իշխանությունը պետք է իրան սահմանափակի ասել, որ այո, փոքրիկ խմբակին մենք լարելու ենք։ Ու խմբակի լարելու գործընթացը սկսելու ենք այդ կտրիչ Ներսիսյանից։ Ինչպես եք տեսնում այդ հանգուցալուծումը կտրիչ Ներսիսյանին հեռացնելու, որովհետև օրինակ իր գործողությունները կարծես հուշում են, որ հեռանալու մտադրություն չունի։ Ամեն հաջորդ քահանանով բարձրաձայնում է եկեղեցու ներսում արկա բարքերը, կարգալույծ է արվում, ինչ որ երեք օրինակ Տեր Տարոնին էին հրավիրել, հավանաբար նաև կապելով իր մասնակցությունը Հովանավանքում տեղի ունեցած պատարագ հետ Տեր Թադեի հարցն է նշում են, որ կարգապահական հանձնախմբի օրակարգում, այսինքն փորձում են հեռացնել բոլոր նրանց, ովքեր խոսեն են արատավոր բարքերի մասին, որոնք կան եկեղեցում, ու սա հուշում է, որ այնքան էլ կտրիչ Ներսիսյանը հեռանալու տրամադրվածություն չունի։ Ինչ մեթոդներ, մեխանիզմներ եք տեսնում։ Դե մեզ հայ ազգին իմ պատկերացումով առհասարակ չպետք է հետաքրքրի քաղաքացի կտրիչ Ներսիսյանի տրամադրությունը, հստակ արդեն ասվել է եւ վերջի նկարներում տեսնում եմ այդքան էլ ուրախ չի հաստատ, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ Հովանավանքը առաջի ազատագրված եկեղեցին է։ Կիրակի օրը տեղի կունենա պատերակ նաեւ Թալինում, որը երկրորդ ազատագրված եկեղեցին կլինի, եւ քահանաները էլ ավելի սկսում են այդ բարձրաձայն սրա մասին խոսել։ Կարգալույծ արված կտրիչ Ներսիսյանը որևէ մեկին կարգալույծ անել չի կարող։ Թող գնա դեր հարցերին պատասխանի, ինքը ում է ծառայում, ում շքան նշաններով։ Եթե Հայաստանի Հանրապետությունից դուրս ինչ որ մեկին ծառայում է, ապա դա առհասարակ լուրջ խնդիր կարա պարունակի քաղաքացի Ներսիսյանի համար, ոչ միայն կտրիչի։ Եվ դա ինքը արդեն տեսնում է, այդ օղակը իր ընտանիքի արդեն մոտենում է կամաց իրան։ Ես առհասարակ կասեի, որ փորձ թողանի եւ Եզրաս Ներսիսյանը Հայաստան գա, ինձ շատ հետաքրքրում է ինչ է դրանից հետո տեղի է ունենալու, որովհետեւ այն հայտարարությունները, որը պարոն վարչապետը արեց, հաստատ պետք է նաեւ նկատի ունեմ քրեական եւ իրավական հետևանքներ ունենա գործակալական ցանցի մասին։ Այո, եւ կարծում եմ պարոն վարչապետը այդպիսի հայտարարություն անելով փաստեր կունենա դրա, արխիվներ կան եւ այլն, եւ պետք է պարզել, այո, իրոք այդպիսի բան տեղի է ունեցել, թե չէ, բայց կտրիչ Ներսիսյանն էլ շատ լավ հասկանում է, որ հայկական պետությունը հետ քայլ անելու չունի, եւ Տեր Արամ Քահանա Ասատրյանը հստակ ասեց, մեր առաջի արժեքը դա պետությունն է։ Եվ եթե որևէ մեկը պատկերացնում է, որ առաջի արժեքը եկեղեցին է, շատ է սխալվում։ Առաջի արժեքը պետություն է, մենք ամեն ձև մեր պետություն ենք պաշտպանելու, որովհետև պետությունը ապահովում է կրոնի ազատությունը, եւ ուստի այդ թվում այն, որ հայ առաքելական եկեղեցին հնարավորություն ունի
կրոնի ազատությունով ուրեմն անցկացնի բոլոր արարողությունները, դա նրա շնորհիվ է, որ կա հայկական պետություն, բայց Կտրիչ Ներսյանի հարցը լուծվելու է եւ ինչքան գնում է, այդքան ավելի հեշտանալու է այդ հարցը, որովհետեւ նույնիսկ ասեմ ձեզ, եթե Ռուսաստանը իրոք մտադիր լիներ պահեր Ներսիսյաններին, ապա շքանշան չէր տա, որովհետեւ բոլորը կարծում եմ շատ լավ հասկանում էին, որ այս իրավիճակում շքանշան տալը միայն եւ միայն Ներսիսյանների ընտանիքին ուրեմն ել ավելի հեղինակազրկելու է հայի աչքերում։ Իսկ առանց հայի աջակցություն դե դուք կտեսնեք ինչ է տեղի ունենալու, որովհետեւ եթե ժողովուրդը ձեր դեմ է, ժողովուրդը ձեր դեմ է, ժողովուրդը աջակցում է այս օրակարգին, վարչապետի եւ ոչ միայն սա վարչապետի անձնական օրակարգը չի, ուղղակի ինքը ինչպես երկրի նաեւ առաջնորդ շատ լավ հասկանում է երկրի խնդիրները եւ ցավերը եւ գիտի այս ժողովրդի ցավը, որ Կտրիչ Ներսյանից ազատվելը մեզ պետք է հոգեվոր կյանքը մեր եկեղեցուն վերականգնելու համար մեծ հանրահավաք տեղի կունենա Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, վարչապետը բազում անգամ ասել է, որ ազատագրումը ավարտվելու է Մայրաթոր Սուրբ Էջմիածնով, եւ ասեմ ձեզ, որ երբ վարչապետը ասում է, որ հիմա լինելու է որևէ տեղ, ուրեմն պատարակի, ինքը կոչ չի անում մարդկանց, որ գա։ Եթե վարչապետը կոչ անի մարդկանց գա, կտեսնեն ինչ քանակի մարդիկ գքան, որովհետև այդտեղ իրոք ես ներկա լինելով Հովանավակում ասում եմ, մարդիկ եկել են իրանց ցանկությունով, վարչապետը նաև իր սեփական անձնական ցանկությունով։ Եթե կոչ անի ժողովրդին գալ Մայրաթոր, ապա Կտրիչ Ներսյանը կտեսնի ինչպիսի ծավալի այդ կոչը կլինի։ Իսկ երբ ինքը իր ուրեմն ահաբեկչությունում մասնակցող այդ սրբազան չի կարելի ասել, սրբապիղծներին ահաբեկչությունում մասնակցող Աջապահյանին եւ ուրիշներին այդտեղ փրկելու համար զանգեր էր տալի Էջմիածնում, տեսավ ինչքան մարդ եկավ։ Մարդ չեկավ, որովհետեւ մարդիկ գիտեն Ներսիսյանը ով է։ Ցավոք, ես ցավով եմ ասում, որովհետեւ մեր եկեղեցուն էլ է սա նաեւ վերաբերվում եւ ինչ որ մի կերպ առնչվում, բայց ինչքան շուտ ազատենք Ներսիսյանից մեր եկեղեցին, այդքան շուտ կսկսենք վերականգնել մեր եկեղեցու ուրեմն պատկերը եւ մեր եկեղեցու հեղինակությունը, որը մեր համար բոլորիս համար հայ առաքելական Սուրբ եկեղեցու զավակների համար շատ կարեւոր է։ Պարոն Թոմասյան, ձեր կարծիքով օրինակ խնդիրը հենց կոնկրետ Կտրիչ Ներսիսյանն է, այսինքն իր հեռանալով այդ առողջացման process-ը մենք ավարտված կարող ենք համարել թե ոչ, որովհետեւ հոգեվորականներ են հարցազրույց տալիս, ովքեր նշում են, որ օրինակ ժողովրդավարությունը շատ վատ կառավարման մոդել է, բռնապետությունից հետո ամենավատն է։ Այս մարդկանց օրինակ մտածելակերպի մեջ ամրացած է շատ կոշտ մեթոդներով կառավարում, իրենք ժողովրդավարությունը չեն ընդունում, իրենք Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու կողմնակից են օրինակ, Արևմուտքը, Եվրոպան իրենց համար օրինակ խորտ արժեքներ են շատ, այս ամեն ինչը վերացնել արդյոք միայն Կտրիչ Ներսիսյանով կստացվի։ Ընդգծեմ եւ ճշտեմ մի բանը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման կողմնակից մենք ենք։ Իսկ իրանք Ռուսաստանին մեր ինքնիշխանությունը հանձնելու կողմնակից։ Իսկ դա քրեական պատասխանատվություն ունի եւ Գյումրու քաղաքապետի հանդեպ արդեն սկսվել է այդ գործընթացը միութենական պետություն մտնելու կամ Ռուսաստանի կազմ մտնելու այդ օրակարգով։ Մենք առաջարկում ենք Ռուսաստանին հակառակը, հենց այս գործակալների հարցը լուծվի, որոնք խանգարում են հայ-ռուսական հարաբերություններին, շատ խորը եւ ակտիվ հարաբերություններ ունենալ հավասար մոտեցումով, ինքնիշխան մոտեցումով։ Եվ կարծում եմ դա կստացվի հենց գործակալների հարցը լուծենք։ Ինչ վերաբերվում է իրանց հակաժողովրդավարական հայտարարություններին, բացահայտ, որ չեղարկելու են ժողովրդավարություն, մենք գիտենք, որ իրանք ուզում են Հայաստանում կրոնական չպետություն եւ բռնապետություն ձևավորեն, Կտրիչ Ներսյանն էլ պետքա պետության ղեկավար դառնար, փաստացի։ Այդ ծրագիրներ կարծում եմ Նիկոլ Փաշինյանին փոխարինել Կտրիչ Ներսիսյանն է կարող, իրենց մնացած գործակալները, որոնց արդեն անունները նշեցի, չէին կարող դա արդեն անել, բայց այստեղ պետք է ասել, քրեական օրենսգիրքը նաեւ ունի պետական կարգի տապալման ուղղություն, եւ եթե որևէ մեկը խոսում է ժողովրդավարության չեղարկման մասին, ապա դա պետական կարգի տապալում է, որովհետեւ սահմանադրությունը հիմնված է ժողովրդավարության վրա։ Առանց ժողովրդավարություն հայկական պետություն գոյություն չի կարող ունենալ։ Եթե փոխում են պետության բնույթը, ապա դա արդեն քրեական պատասխանատվություն է։ Ինչպես նաև պետք է հստակ ասել, որ ընդհանուր առումով ես նաև այս օրերի ընթացքում տեսնում եմ հայտարարություններ Նիկոլ Փաշինյանին անաֆեմայի ուրեմն բաղադրանքի ենթարկելու մասին, առհասարակ պետք է ասեմ, որ քաղաքացիները այդտեղ պետք է շատ զգույշ լինեն մեր եկեղեցում ժամանակավոր գտնվող, որովհետև մենք նաև քրեական օրենսգրում ունենք կետ, պետական դավաճանություն, եւ երբ որևէ մեկը օտար պետությունից շքանշան, բայց շքանշանից հետևում ինչ է կանգնած,
դա նաև պատշաճ մարմինները կարող են ուսումնասիրել եւ հայտնել, այդ գործընթացի ներքո օտար պետության ցանկություններով սահմանափակում են խնդիրներ են ստեղծում Հայաստանի պետության ինքնիշխանության եւ արտաքին ուրեմն անվտանգությանը, ապա այդ հոդվածը ներառում է միջև ցմահ ազատազրկում, թող այդ քաղաքացիները իսկ իրանք հասարակ քաղաքացիներ են, հասկացանք զգեստը հագել են, մեր եկեղեցու տաճարները մտել են, կարծում են հիմա իրանք կարողանալու են մեր եկեղեցին մեր դեմ օգտագործեն, թող հիշեն, որ հասարակ քաղաքացիներ են եւ կարան կրել խստագույն պատասխանատվություն, եթե իրանք հայկական պետության դեմ իրենց քայլերը շարունակեն, այն էլ ավելի մեծացնեն։ Կտրիչ Ներսիսյանի հեռանալը այլ ընտրանք չունի եւ դա կարծում եմ շուտապույտ տեղի կունենա, իսկ երբ իհարկե մենք բոլորը սպասում ենք պարոն վարչապետի կոչին, որովհետեւ հայ ազգը վստահում է պարոն վարչապետին, մենք գնում ենք դեպի ընտրություններ, որտեղ որ նորից քաղաքացիական պայմանագիրը պետք է հաղթի եւ խաղաղության օրակարգը առաջ տանի, սա շատ կարևոր է Հայաստանի ինքնիշխանության համար, ժողովրդավարության համար։ Իհարկե հուսով եմ նաև արևմտամետ ընդդիմադիր ուժեր նաև կլինեն, որովհետև ընդդիմություն առողջ պետք է, այլ ոչ միայն գործակալները, որ լինեն ընդդիմություն, դա շատ բնական է ժողովրդավարությունում, բայց ժողովուրդը սպասում է իր ընտրված վարչապետի կոչին։ Շնորհակալություն պարոն Թովմասյան, մեզ միանալու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի տեսակապի միջոցով միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թովմասյանի հետ մենք կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։